Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հանդիպել են Աղդերեի շրջանի Հասանրիզ գյուղ տեղափոխված մի խումբ բնակիչների հետ, ինչպես նաեւ ծանոթացել են առանձնատների եւ ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներին։ Այնուհետև Իլհամ Ալիևը ու Մեհրիբան Ալիևան գյուղի բնակիչների հետ միասին տոնական խարույկ են վառել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ առաջին տիկին Մեհրիբան Ալիևան մասնակցել են նաեւ Սարսանգի ջրամբարից Աղդերեի շրջանի Ումուդլու գյուղ տանող վերակառուցված ավտոմոբիլային ճանապարհի բացմանը, Աղդերեի շրջանի Սուգովուշան ավանում կառուցված մզկիթի, բնակելի համալիրի շահագործման հանձնման արարողությանը եւ նոր բնակարան տեղափոխված գյուղացիներին են հանձնել բնակարանների բանալիները։ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բիրոլ Ակգյունի հետ։ Ալի Ասադովը շնորհավորել է Բիրոլ Ակգյունին Ադրբեջանում դիվանագիտական առաքելությունը սկսելու գաբակցությամբ եւ հաջողություններ մաղթել առաջիկա գործունեության մեջ։ Հանդիպմանը գոհունակությամբ ընդգծվել է, որ Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի շնորհիվ հասել են դաշնակցային եւ ռազմավարական գործընկերության ամենաբարձր մակարդակին։ Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու երկիրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները։ Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան հանդիպել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նախ կայացել է կողմերի միջև դեմ-արդեմ հանդիպումը։ Հանդիպման ավարտին Վալենտինա Մատվիենկոն Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովային է հանձնել Ռուսաստանի Դաշնության բարեկամության շքանշանը։ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեհուն Բայրամովը մասնակցել եւ ելույթ է ունեցել Ադրբեջանում հավատարմագրված մահմեդական երկրների դեսպանների համար արտգործնախարարության կողմից կազմակերպված իֆտարի միջոցառմանը։ Ջեհուն Բայրամովը փոխանցել է իր շնորհավորանքները Սուրբ Ռամադան ամսվա, ինչպես նաեւ գալիք տոնի կապակցությամբ եւ մաղթել խաղաղություն եւ հանգստություն մեր աշխարհին։ Խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տեղի ունեցող գործընթացների մասին, նախարարն իր ելույթում ասել է, որ ավարտվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի շրջբանակցությունները։ Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի աշխատակազմի մարտի 18-ի հայտարարությունը, որը պարունակում է բացարձակապես անհիմն մեղադրանքներ Ադրբեջանի հասցեին, խեղաթյուրելով տեղում իրական իրավիճակը եւ սահմանին գնդակոծության փաստերը։ Այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Ադրբեջանական բանակի դիրքերի գնդակոծության դադարեցումը, ինչպես նաև հայ զինծառայողների բացահայտ սադրանքները, որոնք տեսակրված են եւ որոնց մասին հայկական կողմը տեղյակ է, կայունության անհրաժեշտ պայմանն է, նշել է Հաջիզադեն։ Նա ընդգծել է, որ Երևանը բարեկամք դրսևորելու եւ սադրանքները դադարեցնելու փոխարեն վերացական եւ գործնականում անհնարին առաջարկներ է անում, ինչպես եղավ ադրբեջանական տարածքների շուրջ 30-ամյա օկուպացիայի ժամանակ։ Թուրքիան կարակացնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի կողմից առաջադրված պայմանների կատարումից, սահմանադրությունում փոփոխություններից եւ ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում գուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը։ Նա ընդգծել է Մինսկի խմբի պաշտոնապես լուծարման կարևորությունը, որը իրականում այլև գոյություն չունի եւ չի նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը։ Եվրամիությունը Ֆրանսիայի ղեկավարությամբ Հայաստանին զինելու նախագիծ է պատրաստել։ Այս մասին ասվում է թուրքական Haber Global հեռուստալիքի կայքում հրապարակված Հայաստանը անօդաչու թռչող սարքերի որոնման մեջ աջակցություն Հայաստանին զինելու հարցում Եվրամիության կողմից խորագրով հոդվածում։ Նշվում է, որ Փարիզը, Դելին եւ Աթենքը հանդիսանում են Հայաստանին զինող հիմնական խաղացողները։ Թեև Երևանը ներկայումս ստանում է 10 միլիոն եվրոյի ռազմական օգնություն, սակայն այդ աջակցությունը կընդլայնվի։ Ըստ աղբյուրների Երևանը փորձում է անօդաչու թռչող սարքեր ձեռք բերել, նախապատրաստվելով հաջորդ պատերազմին։
Հոդվածում ասվում է, որ Եվրամիության ռազմական օգնությունը Հայաստանին հակասում է խաղաղության նախաձեռնության նրա կոչերին։ Եվրամիության պաշտոնատար անձինք ասում են, որ Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի, բայց կազմակերպությունը խոչընդոտում է այս նախաձեռնությանը, զինելով կողմերից մեկին։ Հայաստանը զգալով Եվրամիության աջակցությունը կարող է դադարեցնել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները։ Ֆրանսիացի պաշտոնատար անձիկ ասում են, որ Հայաստանը վերազինվելով կարող է ամուր դիր գրավել խաղաղ բանակցություններում։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգն ընդունել է Ադրբեջանի տնտեսության նախարար Միքայել Ջապարովին։ Իսրայել կատարած աշխատանքային այցի ընթացքում մեզ ընդունել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։ Մենք քննարկել ենք պետությունների ղեկավարների կողմից նախանշված Ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների հիմնական ուղղությունները, ինչպես նաև տնտեսական համագործակցության հնարավորությունները, գրել է Ջապարովը։ Այսօր Իլախր Չերշեմբեն տարիվերջի երեքշաբթին է։ Այս գիշեր խարույկներ են վառվում, երեխաները գլխարկներ են դետում, դռները թակում են, կարմիր ժապավեններ են կապում։ Մարդիկ ոգևորված զգում են, որ Նովրուզին հաշված օրեր են մնացել։ Բոլոր այս գեղեցկությունն ավետում է Նովրուզի ամենակարևոր փուլերից մեկի՝ Իլախր Չերշեմբեի գալուստը։ Այսօր ոչ միայն տարվա վերջին երեքշաբթին է, այլև գարնան ու նոր սկզբի ավետաբերը։ Դուք լսեցիք CBC FM-ի լուրերի թողարկումը, հետևեք մեր լուրերի հաջորդ թողարկումներին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշոնե թերակղզում սպասվում է հիմնականում առանց ձեղումների եղանակ քամին հարավ-արևմտյան։ Երեկոյան ժամերին այն կփոխարինի հյուսիսարևմտյան չափավոր քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 13, ցերեկը 25-30 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջանում կդիտվի հիմնականում առանց ձեղումների եղանակ, սակայն գիշերը առանձին վայրերում սպասվում են ձեղումներ Լեռնային շրջանում ձնախառն անձրև։ Գիշերը եւ առավոտյան ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախող։ Առանձին վայրերում կուժեղանա արևմտյան քամին։ Օդի ջերմաստիճանը գիշերը կկազմի 9-14, ցերեկը 26-31 աստիճան տաքություն։ Լեռնային շրջանում գիշերը 4-9, ցերեկը 20-25 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալույում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 7-14, Աղդամում, Ֆիզուլիում 8-19, Ջաբրայիլում, Զանգիլանում, Գուբատլույում 11-17, Իսլաշիում եւ Քելբաջարում 8-15 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Իրավիճակը Հայաստանում սարսափելի է դարձել։ Գրեթե ամենուր գործազրկություն ու աղքատություն է տիրում։ Մի կտոր հացի փող վաստակելու, ընտանիքի օքսերը հոգալու համար մարդիկ զանգվածաբար լքում են երկիրն ու մեկնում Ռուսաստան, արտասահմանյան այլ երկրներ։ Ծանր ու աղետալի վիճակ է տիրում Լոռու մարզի Ալեվերդու տարածաշրջանում գտնվող Լոռուդ գյուղում։ Լոռուցի ամուսինները ահազանգում են, որ գյուղում աշխատանք չկա։ Այդ պատճառով երիտասարդները լքում են իրենց տները։ Մի պատերազմ էլ դատարկվող գյուղերն են։ Մենակ պատերազմը չլի, այս ջահելին թորնիկներ չիմ ջահելին։ Կոլխոզի ժամանակ ելելա 350 տնտեսություն։ Հիմա ոնց հաշվում եմ 120-ը մի կերպ ձզվում եմ, մի կերպ պատկերացու ինչքան է գնացել։ Իսկ բնակչությունը իմ աշխատել տարիներին մինչև 850 ընտրող ենք ունացել, մարդահամարի մասին չի խոսքը։ Մարդահամարը 1000 Իսկ հիմա 400 քանի հոգի է, կեսել էլ, տենց կեսել էլ։ Ես գյուղի ճակատաբիրը գրեպ բալիասմ եմ ես ասվալտի հիման վրա, ստեղ եկողներ են, հաթաման են, գան, սերունդ տան, ես ինչ եմ, չեմ կարա ես։ Քանի ջահ երիտասարդ ընտանիք Երևան գնացել, ամբողջ անասուններում ծախում են գնում տներ առնում բարձով, լրիվ։
Ստեղ միայն անասնապահություն է, ուրիշ ոչ մի բան չկա, որ ասես դրա միջոցով տարանք շնչենք։ Ցանր սոցիալական պայմաններում են ապրում նաև Գյոչա մահալի Կարագայի գյուղի բնակիչները, որը ադրբեջանցիների բռնի վտարումից հետո հայերը վերանվանել են Ձորավանք։ Ինչպես Լորուտում, այստեղ էլ գործազրկություն է տիրում, գազ ու ջուր չկա, ինչը ստիպում է մարդկանց, մասնավորապես երիտասարդներին, բռնել արտագաղթի ճանապարհը։ Որ աշխատանքելի ջահելները չեն գնա։ Աշխատատեղի ստեղծումը լի, ջրի խնդիր կա, խմելու ջրերը նորմալ չեն, արվի ջրերը գցած մեջը բերած է, գալիս են ստուգում են, նորմալ ջուր չի։ Աշխատանք չկա, հենա ստիպված գաղթում են Ռուսաստան։ Ջահելներ չկա, օրինակ իմ թորը ջահել է, գնում է Երևան, գնում է Աբովյան։ Նշենք, մինչ 1989 թվականը Կարագայում միայն ադրբեջանցիներ են ապրել, ովքեր 1999 թվականի սկզբներին բռնի տեղահանվել են իրենց պապենական հողերից։ Այսօր ադրբեջանցիների տներում հայեր են ապրում, սակայն գյուղացիների խոսքով պարզ է դառնում, որ Կարագայան աստիճանաբար դատարկվում է։ Ինչպես ասում են, ուրիշի դժբախտության վրա երջանկություն երբեք չես կառուցի։ 102.7 FM